Սիրելի հեռուստադիտողներ, լուրերի ժամը շարունակվում է եւ առաջիկա րոպեների ընթացքում խոսելու ենք հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան բաժնի գործունեության մասին, ինչ կարևոր աշխատանքներ են իրականացնում աշխարհի տարբեր կողմերում հայ երիտասարդների համախմբման, հայերին հուզող խնդիրների լուծման եւ որ ամենակարևորն է հայրենիք սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այս եւ այլ կարևոր ծրագրերի մասին խոսելու նպատակով մեր տաղավարում հյուրընկալել ենք պատանեկան վարիչ մարմնի ատենապետ Սարո Շիրինյանին, ով էլ կներկայացնի գործունեության վերաբերյալ ամենակարևոր մանրամասները։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու եւ մեր հարցերին պատասխանելու համար։ Նախ եւ առաջ կխնդրեմ մեր հեռուստադիտողներին մի փոքր ներկայացնեք, ինչ հիմնական ծրագրեր եւ գործունեություն է ծավալում պատանեկան մարմինը։ Պատանեկան վարիչ մարմինը կփականա 9 անդամներ է եւ մեր բարդականությունը է որ մեր երիտասարդներուն 8-ից 16 տարեկանի միջև Արևմտյան Ամերիկայի մեր մասը կփական Արևմտյան Ամերիկայի մեջ իրենց տասյարակել հայ քաղուտի մասին, հայ ասկի մասին, հայ բախման մասին եւ ի վերջո իրենց պատրաստել լալ դիվար հայ մեր քաղուտին մեջ։ Մենք ունենք 12 մասնաճյուղեր՝ Glendale, Burbank, La Crescenta, San Fernando Valley, North Valley, San Francisco, Montebello, Fresno, Houston, միջև Houston-ել ունենք Orange County, Hollywood, Pasadena ամեն շրջաններում մեջը կփականանք մոտավորապես 400 պատանիներով եւ ի վերջո 16 տարեկան հետո գավարդեն եւ գլան AYF-ի անդամ հայ երիտասարդ դաշնակցության անդամակցության։ Կասեք մի փոքր ինչ կարևոր ծրագրեր են իրականացնում եւ բոլոր նրանք ովքեր ցանկանում են անդամագրվել, ինչպես կարող են դա անել եւ արդյոք տարեց տարի ավելանում է այս կառույցին անդամագրվել ցանկացող հայերի թիվը։ Մեզի համար այսինքն մեր կորզունեությունը կփականազանազան տարբեր բաներ է։ Մենք ոչ դբրոց ենք, ոչ էլ միան խաղի մրցաշարքերում, մենք ընդհանուր պատկերը կներկայացնենք պատանին, կփականա իրենց մասնաճյուղերու ժողովներ, որ կտասյարակվին, կունենանք ողոմբյական խաղեր, ունենք ջամփարներ, որ կգնանք AYF camp, Wrightwood քաղաքի մեջ որ ունենք junior activism, այսինքն Պատանիները, որ ունեն հեռախոս եւ WhatsApp իրենց կուղարկենք social media post-եր, որ մեր հայ ասկի լեզուն փոխանցեն քաղուտին մեջ եւ ընդհանուր առմամբ լման պատկերում, այսինքն լավ խաղ տասյարակչական եւ քաղուտի իշխող զինվորներ մեր շրջանակի համար։ Եթե որ մեկ անց կփապակի մասնակցիլ, գրնան մեր social media-ի գայքեջներու վրա այցելել, Facebook-ի վրա ունենք, Instagram-ի վրա ունենք, որ կգրնակ փնտրել AYF Juniors West, որտեղ West Coast կա եւ East Coast կա, մենք West Coast-ին կպատկանենք, եւ գրնակ կամ email-ով info@ayfjuniors.org այցելել։ Վստահ եմ նաև համագործակցության հաջողված ծրագրեր են իրականացվում այլ երկրների համապատասխան մասնաճյուղերի հետ, մի փոքր այդ մասին ներկայացրեք եւ նաև Հայաստանում ինչ ծրագրեր եք իրականացնում։ Ուրեմն մենք անշուշտ կպատկանենք ավելի մեծ լայն ընտանիքի, դաշնակցության ընտանիքի, որ աշխարհի 4 կողմը կա։ Բադանեգան բաժինը անշուշտ ունի իր մասնաճյուղերը լրիվ աշխարհի 4 կողմ։ Օրինակ մենք մեր բադանիներուն այս տարի Կանադա գնացինք եւ ընդհանուր առմամբ քննարկում եւ ժողովրդին իրավիճակը բադանեգանը, իրավիճակը հայ քաղուտը, իրավիճակը Ամերիկայի մեջ, Կանադայի մեջ, ամբողջ աշխարհի քննարկումը կատարեցինք, որ մենք ներկայացուցինք 13 անդամներով, կացինք եւ աս քննարկումը ըրիկ եւ շատ հաջող բանը ան է, որ մենք երդասարտության գուտանք այդ ջամփան ադուղությունը, որ իրենց մտահոգությունները փոխանցեն, իրենց գարձիկները արտահայտեն եւ իրավիճակ At իրենց որոշումները իրականացնել ի վերջո լա Ամերիկայի մեջ, լա Հայաստանի մեջ։ Երիտասարդությունը հաշվի առնելով, որ մեր ապագան է, հատկապես վաղ հասակից այս աշխատանքների իրականացումը անչափ կարևոր է նրանց մեջ հայեցի մտածելակերպը, հայեցի դաստիարակությունը եւ ընդհանուր ազգային կարևոր արժեքների փոխանցումը, հատկապես Սփյուռքում, երբ մենք ապրում ենք ամենատարբեր ազգերի հետ կողք կողքի, մեր ինքնությունը պահելու համար դա շատ կարևոր է։ Այս առումով որքանով կարևոր են այս աշխատանքների իրականացումը, հատկապես երիտասարդ հասակից երբ սկսվում է։ Եվ որ երիտասարդի հետ կորզունեությունը շատ պետք է մտածված եւ չափավոր անես, այսինքն հիմա մենք իրականությունը որ Ամերիկայի մեջ կփնակենք, բայց նաեւ հայ ենք եւ մեր հայրենիքը ունենք։ Մենք պետք է մենք իբր վարիչ մարմին եւ իբր փոխանցող ադբադանիներուն պետք է այդ գաբը հաստատենք, որ իբր Ամերիկայի մեջ ապրող եւ իբր
հայրենիքի հետ կապ ունեցող կորզունեությունները։ Օրինակ անշուշտ կտեսնեք ցույցերը, որ կդարվին, գրնալավոր բադանին գազագերբողը չէ, բայց անպայման առաջնահերթության առաջին քիծին վրա իրենց կտնենք, որ իրենք հասորվի, իրենց մորթին վրա հասկան, որ հայրենիք պահպանելը ինչ կորզունեություն ունենա, հայ ազգը պահելը ինչ կորզունեություն ունենա, եւ ադոր համար մենք ունենք դարբեր մագարտակի բադաններ, ըլա երրորդ սերունդի հայ, ըլա նոր քաղտող հայ, ըլա Հայաստանեն, Լիբանանեն, Սուրիան, աշխարհի 4 կողմեն կամ ինչպես էսի մեկը որ ասկային վաճառան չի գնար երթալ իրավացությունը ունի կամ ասենք թե որ public դպրոցներու մեջ է մեր հանրային դպրոցներու մեջ որ այդ գաբը իրենց հաջույքը որ ասկին ծարայեն այդ ուղղությամբ մենք աշխատենք ամեն մարդու հրամցնել Տարվա ընթացքում տարբեր ձեռնարկներ եք իրականացնում, որոնք հաջողված են եւ համախմբում են երիտասարդներին։ Խնդրեմ մի քանի ծրագրերի մասին խոսեք մասնավորապես, որ իրականացվել են արդեն եւ հաջողված փորձ են դարձել գործունեության համար։ Ու ամենամոդը, որ եղավ նոր ադենին, որ ջամփարի գնացինք, մոտ 110 բադանիներ camp-ը կացինք եւ շատ հաջող ժամանակ ունեցանք դասյարակչական, ունեցանք խաղեր եւ լման ջամփարի մտնոլորտի մեջ, անդարին մեջը, այդտեղ սորվեցան, թե ոչ թե միան իբր Ամերիկայի մեջ ապրող հայ, այլ մեր ներգայի իրավիճակը Հայաստանեն դուրս ապրող հայերու մասին, դասյարակվեցան, զանազան դարբեր նյութերու մասին, որ 8, 9, 10, 11 տարին կրնան ըմբռնել ունեցանք շատ հբարդենքսելով 92 անդամներ, որ իրենց խոստումը դվին, բզիկ խոստումը իրենք բադանեգանի շարքեր մտնելու համար եւ ընդամենը շատ հաջող էր։ Հաջորդ բաները, որ ունենանք, օրինակ, ինչպես բացատրեցինք դարբեր մասնաճյուղեր, որ ունենանք, ողոմյան խայր իրար հետ մրցելու խաղեր ունեցանք։ Ադա բզիկները շատ կախոշին բասկետբոլը, սոկերը խաղալ եւ այլն եւ այլն։ Նաեւ ունեցանք երկերու մրցաշար։ Իրենց կսորվեցենք ասկային երկեր, հեղափոխական երկեր, զանազան դարբեր երկերու վերաբերյալ եւ իրարու թեմ մրցաշարքերն։ Ատկեզատ ամեն մասնաճյուղ իր ներքին կորզունեությունները կգադարի ըստ իր բադանեգանի համեմատ եւ ածեվով գտասիարակվին նաեւ ասպես եմ որ ոյ մեկ անց կնա ոյ մեկ մասնաճյուղի մաս կազմի այսինքն եթե ես գլենդել կփնագին բեք չունիմ գլենդելի բադանիելալու գրնամ երթա ոյ մեկ շրջան որ մենք կփափակենք մեր թրները միշտ լայն փացեն բոլորին համար ամենտեղ Շնորհակալություն։ Դուք կարևոր փաստ նշեցիք, որ կառույցին անդամագրվում են եւ ամենատարբեր սերնդի հայեր, նոր եկած հայեր, որոնք վաղուց են այստեղ ապրում, երրորդ, չորրորդ, դա հետաքրքիր իմանալ վերջին տարիներին հատկապես միտումը ինչպիսին է, ավելանում է հայերի թիվը, ովքեր ցանկանում են անդամագրվել նման ազգային կառույցներին եւ հայցի դասիրակության այդ կարևոր աշխատանքների մաս կազմել։ Այո, այսինքն երբ որ մանավանդ Արևմտյան Ամերիկայի մեջ մեր թիվերը իբր հայ ազգ կաջին Եվ որ թիվերը աջին, իբր ձնող, ես ալ իբր ձնող, միշտ կուզեմ երեխայիս այնտեղ մտնել, որ պիտի ձևովը հայաբախմանումը ստանան, հայ ասկի այդ ոգին ստանան, եւ այդ միակ ջամփան, որ առայժմ գա, մանավանդ մեր շրջանի մեջ հայ բադանեգան մասնաճյուղերն են դաշնակցության հովանոցին դակ ուրեմն մենք մեր թիվերը ինչպես քաղուտը գաջի մեր թիվերն ագաջի եւ ինքնաբերաբար եւ գտեսնենք որ շատ հբարդ եմ քոնե ես անցամ շատ հբարդ եմ որ մեր թիվերը որ գաջին լման այսինքն շրջանի վիճակը կներկայացնի բադանեգան այսինքն միայն մեկ նոր եկող կամ ամերիկահայ կամ հայաստան ճելրիվ խարն մտնոլորտը որ ադիգա ինքն իր ad համը գուտա ոչ գուտա որ քաղուտի իրականության ներկայացում գլա մեր մասնաճյուղերու մեջ որ շատ հբարդ ենք դրանից Վստահ եմ որ դուք երկար տարիների այս ազգային կարևոր աշխատանքների մաս եք կազմում փոքր ներկայացրեք ձեր կատարած աշխատանքների մասին եւ որքանով կարևոր է նաեւ ձեզ համար այս աշխատանքների իրականացումը եւ այ փորձի գիտելիքների փոխանցումը նոր սերնդին Ես այո ծնած մեծած Ամերիկայի մեջ դասնյակ տարի լալ բադանեգան հետո շարքեր անցնել լալ AYF-ի անդամ հետո ի վերջո երթվել իբր տաշնակցական անգեզատ ես ալ երկու երեխա ունիմ եւ շատ հբարդ եմ հիմա որ ասքան աշխատանք կդանենք երդասարտության հետ դեսնել իմ զավակս նաեւ մասնակցի բադանեգանի շարքերու մեջը եւ ի վերջո եւ որ դպրոցներու մեջ կամ ոյ մեկ հաղութային ցերնակներու մեջ եւ որ դեսնես մեր բադանիները մեր զավակները երկեն առաջնահերթություն անցին բայկարին վերապերյալ լա մեր ասկի բախմանման վերապերյալ այսինքն գրնանք
հանգստորեն շունչ առնել, որ մեր աբական փայլուն է։ Փայլուն է, որովհետև մեր սերունդը, հաջորդ սերունդը պատրաստ է ղեկավարելու։ Եվ մեր բարդականությունը իբր ղեկավար մարմին դալ այդ արիթը, որ իրենք այլևս հանցն առնեն եւ մեր կորզնեությունը շարունակեն։ Եվ որ այդ գաբը դեսնես, գիտես որ հաջող կորզ կատարած ես։ Իսկապես շատ կարևոր միտքեր։ Այսօր երբ Հայաստանը Անգնած է մի շարք մարտահրավերների առջև, երբ հայերը աշխարհի ամենատարբեր երկրներում են, հայկական ինքնությունը, հայցի մտածելակերպը, հայ մեր տեսակը պահպանելու կարևոր խնդիր կա այսօր աշխարհի տարբեր երկրներում, այ նաև գաղթօջախների միավորման, համատեղ աշխատելու, համատեղ նպատակների համար գործունեություն ծավալելու համար։ Այս առումով այս կառույցները ինչ կարևոր առաքելություն են ունենալու ձեզ առաջիկա տարիների ընթացքում։ Երբ որ առնենք այսօրվա իրավիճակը Հայաստանի մեջ եւ մեր բարդականությունը իբր բադանի գերդել քաղուտին մեջը շատ կարևոր առաջնահերթություն։ Օրինակ հիմա այսօր Հայաստանի մեջ նույնիսկ քննարկել ցեղասպանության հարցը մեր բադանին ինքնիր արդեն իրենց ոճով գահարցեն որ ինչպես կարելի է այդպիսի բան անել կամ մեր քերիների իրավիճակը եւ որ մենք այստեղ բանջում ենք մեր քերիները որ ազատ արձակրեն Ադրբեջանի փանդերու մեջը եւ Հայաստանը չարցականքեր ածայինը եւ մեր բադանիները ալավելի ցային գահանեն այդ գաբը այդ ասկի բարդականությունը իրենց մեջ որթեքրելը շատ կարևոր է մենք ոյ մեկ ցևով չենք խնդրեցնել որ անցումը եթե հայերենը դգար է կամ շատ լավ է կամ ասենք թե որ երրորդ սերունդի եւ public դպրոցներում մեջ հաջախող բադանին որ հայերենը լավ չի նշանակի լավ հայ չէ նշանակի դիբար հայ չէ հայը լալը այո լեզուն շատ կարևոր է եւ մենք կչանանք մեր ամեն ժողովները հայերենով ունել եւ ան որ չի գրնար խոսիլ գոկնենք կթասարագենք կմարզենք որ հայ լեզուն պահպանե բայց եւ այնպես հայը լալը հոգի է ոգի է շատ հայեր կան որ հայերեն կխոսին բայց ճիշտ հայ ասկի ոչ մեկ զարավություն չկա օրինակ Հայաստանի մեր կառավարությունը բայց եւ որ նստիս եւ խոսիս բադանին հետ եւ այդ գաբը ստեղծես արդեն ինքնաբերաբար իրենք հանցնգարնեն եւ կորզի գտանին Շնորհակալություն Առաջիկայում ինչ կարևոր ծրագրեր կան որոնք պետք է իրականացնեք որ կցանկանայիք այդ ծրագրերի մասին խոսել եւ տեղակայել համայնքին Մենք միշտ զբաղված ենք միշտ գեչանանք բարելավել հարաճ տանել եւ այլն բայց մեր ամենակարևորությունը ան է որ մեր կորզնեությունը կփաղկանա եւ կորոշվի մեր բզիկներն իրենք կորոշեն մենք ունենանք տարեկան ընդհանուր ժողով as երեխաները գնստին եւ մեզ կսեն որ as բաները պետք է լան օրինակ հաջորդ բանը գուզեն հիմա ոչ թե միան մեկ ճամփար այլ երկու ճամփարներ են որ դասյարակությունը իրենց ընկերներով ընդլայն մտնոլորտի մեջ սորվին ադոր վրա աշխատենք մենք գճանանք մեր գայքեչները նորոգել չերմացնել եւ միշտ պատրաստել որ հարաճիգա սերունդներու այսինքն 21-րդ տարու կորզնեություններու վրա աշխատել գճանանք մեր դասյարակչականները ավելի լան YouTube-ի վրա եւ այդպիսի մեթոդներով եւ խարն այսինքն դասախոսության նյութը եւ խաղը եւ ծերային աշխատանքներ երարու հետ մշակել որ ոչ թե միան ըմբռնեն այլ գրնան նույն դասյարակչականով սորվիլ ծերային մեթոդներով so մենք միշտ կփորձենք մեր մեթոդները մեր միջոցները հարաճ տանել Շնորհակալություն կարևոր այս աշխատանքների մասին կիսվելու ձեր մտքերը եւ գրանցած ձեռքբերումները ներկայացնելու համար անչափ կարևոր էր մեր հերոստատողներին ներկայացնել այս աշխատանքները վստահ եմ որ ապագայում եւս առիթներ են ունենալու խոսել այս աշխատանքների մասին ձեզ մաղթում եմ հաջողություններ իսկապես չափազանց կարևոր առաքելություն է հատկապես Սփյուռքում ես ինքս էլ ունեմ երեխա եւ գիտեմ որքանով կարևոր եւ մեծ աշխատանք է պահանջում Սփյուռքում հայցի դաստիարակությամբ հայցի մտածելակերպով երեխաներ պահել ու մեծացնելը Մաղթում եմ ձեզ հաջողություններ կարևոր այս աշխատանքներում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ հերոստատողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել էինք Հայ հեղափոխական դաշնակցության պատանեկան վարիչ մարմինի ատենապետ Սարո Շիրինյանին։ Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք էկրանի վրա երևացող վեբկայքով այցելել եւ կարող եք իրազեկվել իրականացվող աշխատանքների, ծրագրերի մասին եւ ինչու՞ չէ, դուք եւս միանաք այդ կարևոր հայապահպան աշխատանքներին։ Ապրեք խաղաղությամբ։